Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում ենք կամ պետք է ուզեն հասարակությանը եւ ինչպես ամեն ուրբաթ մենք խոսելու ենք ըստ իս ամենակարևորի մասին, իսկ այն է մշակույթը, իսկ իմ զրուցակիցն այսօր ճարտարապետ Իսակ Խոստիկյանն է, բարի օր, պարոն Խոստիկյան։ Պարոն Խոստիկյան, ընդհանուր առմամբ ես միշտ աշխատում եմ այս ուրբաթօրյա զրույցները խոսել ընդհանուր առմամբ մշակույթի մասին, մեր ընկալումների մասին, մշակույթի փոփոխությունների մասին, մեր ընկալումների եւ այլն, բայց այսօր փորձեմ մի քիչ ավելի այսպես դեպի մասնագիտական դաշտ անել, ինչքան որ կհաջողվի ձեր մասնագիտական փառքասրիմ չէ։ Տեսեք, ինձ տարիներ շարունակ հուզել է այդ հարցի պատասխանը վախեցրել է, եթե կուզեք։ Տեսեք, մենք խոսում ենք մեր հազարամյա մշակույթի մասին, խոսում ենք արժանիորեն, խոսում ենք արժանապատվորեն։ Արժանիորեն ասում ենք, որ մենք ունենք հսկայական մշակութային պլաստ, բայց անընդհատ մոռանում ենք, որ այդ այնքան էլ ճարտարապետությանը չի վերաբերվում։ Այն իմաստով, որ մենք ունենք գառնու տաճար, մենք ունենք 4-րդ դարի եկեղեցիներ, Երևանում կա 9-րդ դարի եկեղեցի, բայց Երևանի ամենատարեցը շենքը, շինությունը 200 տարեկան է ընդամենը։ Ինչու՞։ Այդ ոնց ենք այդպես հաջողացրել։ Բախտը ոնց վերի, ասում են եւ ադուրնոյ գավի նագամ դեպքոյ, այդպես խոսակցություն կա։ Ես կարծում եմ, որ պոեզիայի մասին մի քիչ առաջ խոսեցինք, ես ուզում եմ այդտեղ ասեմ, եթե չկան նոր պոետներ, պոեզիայի պատմությունը կորում է։ Մենք խոսում ենք մեր մեծ պոետների մասին այնքանով, ինչքանով որ կան այսօր պոետներ, նրանք են խոսեցնում դրա մասին։ Դրա համար եթե մենք ուզում ենք, ոնց ասեմ, պատկանել այն ավանդույթին, ժառանգության արժեքին, որը հասել է կամ մասամբ հասել է, այդ դեպքում մենք պետք է շատ ակտիվ ստեղծագործական process-ի մեջ լինենք, անկախ նրանից դա կառուցվում է, չի կառուցվում, թե ինչ ձևերով է ընթանում, որպեսզի նա աշխատի իրոք։ Ճապոնացի այդ Կենզո Տանգեն, իրանց ամենամեծերից, նա ինչի է իր անունը տալի, որովհետև այդ պատերազմից երկրորդ համաշխարհայինից հետո այդ փլատակներից հետո այնտեղ իրանց մոտ նորից ազգայինի հարցը բարձրացավ, որովհետև էգզիստենցիալ կրիզիս է, շա, այդ բնական հենց դա լինում է նորից այդ հարցը բարձրացում։ Ինքը ասում է պետք է ավանդույթը իմանալ, ուրիշ ոչինչ։ Իմանալն էր դնում առաջ, ոչ թե պահելը, ոչ թե դա կրկնելը, շարունակելը կամ չեմ ինչ, այլ իմանալը։ Հիմա եթե ես Կներեք, չեմ ընդհատում, ուղղակի լրացնում Արամ Խաչատրյանը ժամանակի երիտասարդ կոմպոզիտորներին ասում էր, եթե դու չգիտես քո ազգային երաժշտությունը, թիվ էր ասում նույնիսկ, այսքան երկ պետք է փոխին մեջ եմ։ Ուրեմն դու կոմպոզիտոր չես դառնա։ Այդ իմանալը շատ կարևոր է եւ գիտեք մեր մոտ ինչ տեղ ունեցավ, դուք ասում եք դարավոր բանը, ես վերջի շրջանն է ինձ ամենաշատ տենց ցավ պատճառում սովետից հետո մենք օրինակ ես երիտասարդ ճարտարապետի ավարտում եմ, ես մինչև հիմա նոր եմ հասկանում, թե ինչքան բան կա կորցնելու եւ կար կորցնելու եւ ինչքան բան կորավ։ Այդ իմանալու մեջ մտնում է, որ ինչ որ մեկը քեզ սիրել է տալի, որ դու իմանում ես դա։ Դա ինչ որ ուղղակի կրթություն չի։ Դա մեծ հարգանք է քո ուսուցչի նկատմամբ, ուսուցիչի նկատմամբ եւ հիմա օրինակ ուսանողների հետ որ խոսում եմ, ես դասանում եմ ճարտարապետական, այն դրվագներ կան, քաղաքում ասում եմ, սպատը կամ այն լուսամուտը կամ չեմ, շատ քիչ առիթ ունեն երեխեքը, որ նայեն ու տեսնեն։ Կյանքը բոլորովին ուրիշ առաջնայնություններ է առաջ մղում, հա ոնց ստիպում։ Ու այդ իմաստով իմ կարծիքով լիքը գործ կանելու, որ այդ գիտես որ կան չկա էլի իրականում, պետք է շատ կոնկրետ իմանաս, որ ինքը կա եւ ասում դա արվում է այն դեպքում, եթե կա բուրըն ստեղծագործական process, որը մի բան ուզում եմ այդտեղ մանրամասն, չգիտեմ
մեր մոտ տարածում է գտել, որ կա իսկական ճարտարապետություն եւ կա այսպես կոչված բումաժնայ արխիտեկտուրա, թղթի ճարտարապետություն, որին հեգնանքով եմ մոտենում։ Ես դա դեմ եմ ուզում մի բան ասեմ, որ համաշխարհային մշակույթի մեջ այն ինչ որ եղել է բումաժնը, օրինակ ռուսական ավանգարդի ժամանակին, այսօր արևմուտքը դա է կառուցում։ Այսինքն դա նշանակում է, որ այն ժամանակ գուցե դա եղել է վերացական թղթի վրա միայն, այսօր հնարավոր է դա իրականացնել։ Ընդհանրապես լավ գործերի մի զգալի մաս դրանք նյութականացած չեն։ Ճարտարապետությունը կոնկրետ ուզում եմ որ հասկանանք որպես ուղերձ, message։ Դա կարող է լինի նյութի մեջ, ծանր նյութի մեջ, բետոնաքարը կամ ինչը, կարող է լինի թղթի վրա, կարող է ինչ-որ իր ուրիշ ձևերներ ունենա։ Այստեղ ես ինչ եմ ասում, որտեղ երիտասարդներն ասում են դե տենց որ լինի, ես մենակ բումաժնի կանեմ։ Մենակ բումաժնի դա կարող է պատիվեր լինի, նայած ինչ ես անում։ Հա, դա mám ասում, օրինակ իմ կարծիքով շատ մեծ նշանակություն կունենար այդ մրցույթային պրակտիկայի ակտիվացումը։ Այսինքն մի քիչ կարող է երկար խոսակցություն։ Ոչինչ։ Տեսեք, այսօր որ լիքը մեծ համալիրներ են, հատկապես բնակելի կառուցվում, անխնազվող բնակելի համալիրներ են կառուցվում։ Այն էլ հետո ինչ կնի այդ խնդիրներ կառաջան բան, այդ ասված մեծ է, հուսանք լագեստուս կա։ Մենք դուրս կգանք, երթևեկությունը դուրս չի գա։ Չէ, հուսանք, մի խոսքով, մենք դուք եք տեսնում, որ այդ ինչ-որ խնդրեմ է, այսինքն դա համար մասնագետ պետք չի լինել, ասես որ նայես երևում է։ Եվ շատ ցավալի է, որ կան սինիզմի բարձրացիաներ, որ ճարտարապետը ցուցատալի գործը ասում է, ավաճ, ասում են, բայց դա ո՞նց են են կենտրոնի փողոցների մասին եմ խոսում Պուշկինը, ասում եմ, ամեն ինչ հաշված է։ Գիտեք, ես հասկանում եմ ճարտարապետների մասնագիտությամբ այնց է, որ պիտի առաջ մղի, որ ագին այնտեղ բան է պետք, էներգիա է պետք, կամք կորով, որ դա տեղ հասնի, բայց ցինիզմը վատ բան է, էլի, գոլեգայի հետ խոսում ես, չես կարա ասես հաշված է, եւ որ դա չի կարա հաշված լինի, էլի, սկզբունքորեն։ Լավ, այդ դարվերի մասին չեմ ուզում խոսեմ։ Ուզում եմ հետեւյալը ասեմ, որ թելադրողը կապիտալն է այսօր միանշանակ տենց է եւ նույնիսկ բրիտանացի հայտնի օղորմածի քիշավերջես մահացավ Ռիչարդ Ռոջերսը ասում էր վերափոխելով այդ ֆրազան պարաֆրազերանում ֆունկցիան թելադրումա ֆորման ասում է եկամուտն է թելադրում ճարտարապետության ուղղորդում այդ հասկանում ենք բայց տեսեք ինչ է եթե թելադրողը կառուցապատողն է, այդ շատ տարօրինակ խոսք է, ոչ թե կառուցողը, այլ կառուցապատողը։ Ընդհանրապես ինձ այդ պատ բառը մտնում է, այնտեղ միանգամից ինչ որ զնգոց է գալի, որտեղ նույն ձևի կառուցապատումից հետո պետք է կանաչապատ է, ոչ թե IDS սարքում ծառստում, չէ, կանաչապատում է, կառուցապատում է։ Դա ֆինանսական պրոյեկտներ են, դա բիզնես ծրագրեր են։ Եվ այդ պատճառով, որտեղ այդտեղ մեծ փողեր են, առաջ ճարտարապետի դերը շատ հետ անգամ ճարտարապետը ինչ է անի ինքը այդ գումարները չի տնօրինում կամ շրջանառության մեջ տնում դա անում են այդ բաները կառուցապատողները որոնք շատ կարևոր ինստիտուտ է բան չունեմ ասելու բայց իմ կարծիքով իմ իմանալով աշխարհում ոնց է դա առանձին մրցութային դաշտ է ասենք այսինչ տեղում այսինչ ձևի բան պետք է կառուցվի թող կառուցապատողները ասեն ով ինչ գումարով ոնց կանի ով կշահի բայց պետական տենդերի պես մի բան է տենդերի պես տենդերը կառուցապատողների տենդեր բայց դա չի նշանակում որ ինքը գալու է իր ճարտարապետով որտեղ նրանք ունենում են իրենց գրպանները մի քանի հատ ծալովի ճարտարապետներ ոնց ասես ծալվում են ու նրանք էլ կառուցում են բաներ որ իրենք չեն սկզբունքորեն պետք է չկառուցեն դրանից զուգահեռ պետք է լինեն ճարտարապետական կոնկուրսներ հետո այդ բիզնես տենդեր շահողը կառուցապատողը պիտի կցվի այդ նախագիծ անող ճարտարապետին ոչ թե ինքը իր ջերմում ունենա դրան էլի այդ դեպքում մենք ունենանք ուժեղ բիզնես ինչ որ ծրագրեր եւ ուժեղ նախագծեր ինչի եմ sense բաների ուշադրություն դարձնում տեսեք կրթությունը թանկ հաճույք է եւ օրինակ ճարտարապետական կրթությունը դա պետությունը կարող է ապահովել պետությունն է անում ունենք 1.5-2 բու ունենք որ ճարտարապետությամբ է զբաղվում
Եվ հետո որ ենթադրենք արտադրվեց այդ մասնագիտական որակը հետո դրա սելեկցիայի հարցն է, ոնց է ընտրվում, ինչն է մտնում կյանք։ Եթե այդտեղ գալիս է այդպես շուկայական քաոտիկ վիճակ, որտեղ բոլորովին ոչ մասնագիտական ընդունակություններն են էական, այդ դեպքում մենք կորցնում ենք այն ինչ որ այդքան ծախսատար արտադրվել է, պետությունն է արել։ Դա համար իմ ասելիքն է, որ պետք է այդ կոնկուրսները շատ լավ կազմակերպված եւ շատ հաճախ լինեն, ես նույնիսկ կոնկրետ որ ամեն ինչի մասին նույնիսկ փոքր բաների որ թվում է այդքան կարևորություն չունեն լինեն առանձին կոնկուրսներ եւ կառուցապատողների միջև եւ հերթապետների։ Պարոն Խոսքյան, տեսեք, դուք ասացիք, որ որպեսզի մենք ունենանք այն product-ը, որը մեզ պետք է, որը մեզ հարմար է, ոչ թե որովհետև կառուցապատողին է դա այդպես պետք, որովհետև այդտեղ կապիտալ կա։ Դրա համար պետք է ճաշակ, հա։ Այդ ճաշակը դուք դրա կոմպոնենտներից մեկը ընդգծեցիք կրթությունն է, ձևավորող կոմպոնենտներից մեկը։ Երկրորդ կոմպոնենտը դա դաստիարակությունն է, այսինքն այն ինչ որ ընտանիքից է գալիս։ Հիմա մեզնից յուրաքանչյուրին որ հարցնես, մեզ հրաշալի դաստիարակել են, մենք հրաշալի դաստիարակում ենք մեր երեխաներին, քիչ թե շատ լավ կրթություն ենք ստացել եւ այլն, բայց այնպես է ստացվել, դուք ասացիք, որ ձեզ մտահոգում է վերջին տարիները առավելապես։ Հիմա տեսեք, երիտասարդական պալատը չկա։ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը մի օր փուլ է գալու։ Մի քիչ հեռու գնանք։ Սևանում գրողների միության հանգստյան տունը մի օր էլի կարող է փուլ գալ։ Ընդ որում ես ասում եմ շինություններ, որոնք խորհրդային շրջանում պոստմոդեռնիզմի համաշխարհային գլուխգործոցներից էին համարվում ու այդ խորհրդային տեսանկյուն չի, այդ արևմտյան տեսանկյունը։ Հիմա այդ ճաշակը լավ։ Նաև ռուսական տեսանկյուն։ Հա, եւ արևմտյան եւ ահա, հիմա այդ ճաշակը որտեղ պետք է ձևավորվի այդ դեպքում, որտեղ ստացվում է, որ մեզ կամ մեզ լավ չեն դաստիարակել, կամ մեզ լավ չեն կրթել, չէ։ Նայեք, առաջին հերթին դա քաղաքական պատմական հարցեր են, շարունակականության, ժառանգորդության, sense հարցեր են։ Եթե ասենք 30-ականներին կոտորվում է այդքան մարդ, այդ սև տների տերերը անհետանում են, հետո ով պետք է տերնի այդ տան մարդիկ են բնակեցել։ Ես տեսել եմ, ծանոթ եմ, ովքեր են եղել տերեր։ Երևանի կենտրոնում հավ էին պահում։ Իսկ ես ծանոթ եմ եղել իրանց սերունդը, բան խելագարվեց այդ մեր խոսքով ընթացքներում, մեջ եմ ուզում։ Բանից խոսեմ։ Ժառանգորդության հարց կա, շարունակականության հարց կա, եւ բացի դրանից կա մի հատ ուրիշ բան, որ շատ կարեւոր է։ Ես ուզում եմ այդ հիշատակ են ասում, լուսահոգի են ասում քաղաքապետի մասին հիշացնեմ Երևանի, որ ասում էր, որ 70-ական թվերի մասին է խոսքը, որ Երևանը ուզում եմ լինի աշխարհի ամենալավ քաղաքը։ Հիմա դա աննորմալ չի էլ այդ մարդը։ Հասկանում եք, թվում է թե վերամբարձ ինչ-որ բաներ է ասում, բայց այդ ասող մարդը Աննա Սայատնովա փողոցը կերասներ ատանգում ասում են բաբը փոքեն քանդեն են վարդերն են կոկան ասում են նորից կտնենք դա ուրիշ ձևի չի արվում դա անընդհատ ներդրումով է արվում դա պատժելով չի էլի այդ օրերին կառուցվում է շախմատի տունը այդ օրերին կառուցվում է երիտասարդ բանը կամերային երասյան տունը մի հատ նոր ճարտարապետություն է ստեղծվում որը կոպիտ ասած իմ հայրենիքն է ինչ իմաստով որ դա թամանյանական սերունդի չի Ինչքան մենք sense ներքևից վերև նայում ենք այդ մեծ սերունդի ազգ ստեղծող սերունդի հենց իրան Թամանյանի, ես չեմ ասում Գեորգ Թամանյանի մասին, որոնք անունը այդքան շատ չի տրվում, ինչքան պետք է տրվեր, էլի։ Մենք Ալեքսանդր Թամանյանի մասին չէինք այդքան խոսի, եթե չներ այդ տղան է, իր որդին Գեորգ Թամանյանը։ Այդ դրանից հետո եկավ մի հատ երկրորդ փառահեղ ոնց որ ցաղկունք Հայաստանում դա 60-ականներից հետո որովհետև ճաշակ ունեին, որովհետև իրանք արդեն Թամանյանական Երևան տեսել էին։ Եվ մյուս կողմից ամբիցիա, ես ինչ եմ ուզում ասեմ, տերերի, օրինակ այսօր, չէ, կան շատ փողատեր մարդիկ, որոնք կարող է ասել, այսքան ներդրում եմ արել կամ ես ինչ եմ արել, բայց բանի տեսակետից ամբիցիայի, հա, այդ ամբիցիան ոնց ասեմ, հավակնության
նրանց հավակնությունը երբեք ճարտարապետական թեմային չի մոտենում։ Աշխարհում ինչ ուզում լինի, ում սերունդը լինի, նորեկացները լինեն, հինեկացները լինեն, չեմ նրանք բան են ցողում, երբ որ իրանք ամբիցիա ունեն ոչ թե ինչ որ կենցաղային կամ բարիք արտադրելու, այլ մի բան, որոնք իրանց պատիվ է բերել։ Այդ պատիվ բերելու բանը մի քիչ ավելի մեծ ամբիցիա է, քան ուղղակի շատ ներդրում մնանալ, շատ երկար։ Եթե ներդրում արվում է եկամուտի համար, դա բիզնես է եւ դա այդ կարող է աշխատի ինչ որ չափով։ Բայց շատ ավելի մեծ բանը դիվիդենդ է բերում, այն ինչ որ դրա համար չի արվում։ Արվում է ավելի անհասկանալի թվացող մեր մակարդակի տնտեսության համար պատճառներ։ Օրինակ գնում եք Հռոմ, ասենք Ֆոնտան Տրևի, բոլորը կոպեկ են, չէ՞ գցում։ Քանի 100 տարի են այնտեղ կոպեկ գցում։ Շատ։ Եվ այդ Ֆոնտան Տրևին հենց այդքան էլ գնալու են։ Ինքը ոչ մի բան է։ Բայց ինչ որ մեկը ֆայմել է, որ ինքը տենց բան է ուզում։ Այդ ճարտարապետական զակած պատվեր կոչվածը շատ բարդ է այն իմաստով, պատվիրատու լինելը ահավոր բարդ է, շատ ավելի բարդ է, քան լինել նախագծող ճարտարապետ եւ այլն։ Որովհետեւ նա մի բան է պատմում, որ ինքը չգիտի ինչ է։ Լավագույն դեպքում չի իմանում։ Իսկ մարդիկ չեն ուզում հիմար վիճակի մեջ լինել, ասել չգիտեմ ինչ է ուզում։ Փողն տալու չգիտեմ ինչ եմ ուզում։ Չէ՞։ Դա համար միշտ իրանք ուզում են հարևանի հարսին կամ ես մի բան, որ իրանք տեսել են։ Իրանց ճաշակներ թութու զարգանալու մեծ հնարավորությունների շրջագայում, բան ավելի շատ քան այդ գծողները, հա։ Երբեմն։ Եվ ասացած դա որ պետք է ինչ որ ձևով փառասիրություն ներարկվի։ Այդ օրինակ սովետի դեպքում դա արվում էր մոնումենտալ ռոպագանդայի համար։ Նրանք պետք է ցույց տային, որ Սովետը զորեղ երկիր է եւ տեսեք մենք sense բան կարանք անենք, դուք չեք անում, էլի։ Օրինակ դեմոկրատական Բերլինի ԳԴՀ-ի սահմանի վրա, օրինակ Ֆեդերատիվ Ռեսպուբլիկան կառուցեց իրանց լանդմարկերը։ Ցույց տալու այս սոցիալիստական Գերմանիային, թե տեսեք ոնց է ալնում զարգացած Գերմանիան։ Այդ ձևի շոուի դեպքում, ոնց ասեմ, այդ ձևի հավակնության դեպքում առաջանում են այդպես հետարքիր բաներ։ Դրա այսօրվա պաթոլոգիկ ոնց որ երզած տեսակը, դա արաբական այդ երկրներում, որը գիգանտ ինչ որ անհասկանալի բաներ են անում, էլի փողի, որտեղ իրանց բանը էլի փողի վրա է։ Հա, իմիջիալից ես մի անգամ Դուբայում որ առաջին անգամ որ եղա, այդ որ վերադարձավ, տանը հարցրեցին տպավորությունը ոնց էր Դուբայից, էլի Դուբայը։ Ասի հետաքրքիր քաղաք էր, բայց հոգի չկար մեջ։ Դեռ չկա։ Նյու Յորքն էլ է գիգանտ քաղաք, բայց Նյու Յորքը սեփական դեմք ունի։ Այն Նյու Յորքը, ասեք Նյու Յորքում Seagram Building, ամենահայտնի բարձրաբերս շենքերից մեկը, այդ Seagramը հարուստ մարդ էր, ուզում էր իր մահից հետո մի կոթող թողնի, մի բան թողնի, որ իրան հիշեն, երբ այն արեց։ 2 տարի իր օֆիսը փնտրում էր ճարտարապետ, որը կկառուցի մի բան, որ հետո Seagramին դրանով կհիշեն։ Ոչ թե եկամուտ կբերի շատ Seagramի թորները աշխարհը կտիրեն, այդ չէ։ Հենց իր Seagramի որ հիշեն։ Եվ իրանք ընտրեցին այն ժամանակ մի ճարտարապետի, որը հետո դառավ մոդեռնիզմի հայրերից մեկը։ Այսինքն ոչ թե արդեն էր, այլ այդ ընթացքում իրանք կարողացան ճանաչեն ում տան, էլի։ Եվ աշխատեց եւ այսօր Նյու Յորքում կա այդ բանը։ Այդ դեպքում լավ, ես ուզում եմ հասկանալ, ճարտարապետը ընդհանուր առմամբ դա ամբիցիոզ մարդ է, հա, ստեղծագործ, ամբիցիոզ, հա։ Այնքան լավ։ Ես վախենում եմ, որ բավական ամբիցիոզ չեն մեր ամբիցիոզ կոչվածները։ Այ հենց այդ էի ուզում հարցնել։ Հիմա ինչ եղավ այդ պայմանական եմ ասում, այդ Թամանյանը իրանց մեջ երբ մահացավ, որ պահին մահացավ, որ իրենք որոշեցին գնալ այդ քառակուսի այդ անհասկանալի բետոնապատ եսիմ ինչերը սարքելու ուղղությամբ, այն դեպքում հիմա տեսեք շատ է քննարկվել այդ թեման, ասենք օրինակ ես Հյուսեյն Պողոտան այնքան էլ չեմ հավանում, որովհետև ինքը Թամանյանի հետ կապ չունի իրական։ Այսինքն գծով կարող է, բայց ճարտարապետությունը այն Թամանյանի հետ, այն որ տեղից հետո դուրս ես գալի հանրապետության հրապարակ, հասկանում ես, որ սրանք երկու տարբեր տիեզերքներ են, ոչ թե երկու տարբեր քաղաքներ են։ Այդ ամբիցիան երբ մահացավ, երբ գնացին կոմերցիայի վրա զուտ։
այդ ձեր ասած դառան գրպանում Փակովի բացովի ճարտարապետ։ Ես մի բան ուզում եմ ասել, որ ես չեմ կարծում, որ կան ճարտարապետներ, որոնց մեղադրում են այդպիսի աչքածակության մեջ ֆինանսական։ Նրանք շատ փող են աշխատում, բան չունեմ ասել, բայց իմ կարծիքով նրանք փողի համար, ոնց ասեմ, փողը ավտոմատ է գալի, էլի։ Նրանք իրոք համարում են, որ իրանք մեծ գործ են անում։ Ստեղ հարցը այն է, թե այդ ինչով են չափում ու մետ են համեմատում, միշտ կարելի է գտնել Չ-կլասի կամ ինչ-որ խեղճ մարդու եւ դրա կողքը պարտանալ, որ դրանից լավն ես։ Իսկ ոնց ասեմ, իսկ այդ մեծ կրիտերիաները դրանք շատ բարդ են։ Այդ ժառանգորդությունը, որի մասին խոսում ենք, դա ոչ միայն ունեցվածքի պահպանման մեջ արտահայտում է, այլև այդ ինտելեկտուալ տրադիցիայի, հա։ Ամեն մարդու բախտը չի բերում տենց ինչ-որ։ Մենք ում ունեցել է դրանով հպարտենք, որտեղ բոլորս կարիք ունենք ինչ-որ ուսուցչի։ Մեկ քիչ ամնում հորին ես, եթե չկա, էլի այդ ուսուցիչը։ Բարեբախտաբար լինում են տենց մարդիկ, որ արժի որ իրանց տենց տնեն գլխին պահեն, էլի։ Բայց դնել գլխին չի նշանակում չքննադատել, հետո չվիճել։ Ես ասեմ, կներեք կոնկրետ մարդու հանդեպ, օրինակ քանդակագործ Ղուկաս Շուբարյանի է, առիթ եմ ունեցել շփվել, այդ մարդը 8 տարեկան տղայի պես վիճում էր։ Ես երիտասարդ էի իրար կես տարիքին, ասենք հետո ով էի որ, չէ։ Ինքը ոչ մի բան, ինքը իրան նախ իրանն է պետք որ ինքը լսի ինչ է ասում, կողքից հասկանա, հետո այդ ոնց ասեմ մեծ հարգանքը որ sense չի լցում, էլի մեջս, այդ վեճի մեջով է, ոչ թե կանգնել ծափ տալով, էլի։ Մեր մոտ կամ ծափ ենք տալի կամ շանտը չենք։ Երկրորդն էլ ասենք այդ մարդու անունից կարա ուրիշ Ջիմ Թորեսյանի մասին ասել, մի խոսքով կա այնտեղ այդ արկիր մարդիկ շատ որ ոնց ասում շնորհակալ եմ որ Նույն Թարխանյանը շատ է խոսում։ Հա ինչ որ չափով առնչվել ես, ով ինչքան կարողացել է առնչվել։ Այստեղ մի հատ բան է, որ երբ որ լսում ես պատմություններ այդ մարդու մասին, ամեն անգամ ցավ է ինձ գալի, որտեղ ես զգում եմ, որ այդ պատմողը պատմում է այն ինչ որ ինքն է հասկանում, ոչ թե ինչ որ տեղի է ունեցել։ Ասլաշյանի, եթե դու խաբար ես ինչ ա եղել կամ այնտեղ ես եղել կամ բան, դու տեսնում ես, որ այդ պատմությունները կապ չունեն, ընդհանրապես կապ չունեն։ Դա համար կոնկրետ բաներ ես ինքս աշխատում եմ չպատմեմ, որովհետև ով գիտի ես ինչ եմ տեսել, ինչ եմ հասկացել, իսկ դրա դիմացդ ինչ ա եղել դժվար է ասել, էլի։ Եվ այդ բանը, որ ասենք, տեսեք, դու շփվում ես մեկի հետ, որին համարում ես, որ հետարքիր է շատ կարևոր է, բան, հետո այն բանը, որ ինքը կարող է քո հետ կատականի կամ ձեռք սեղմի կամ մի հատ մեջքին սենսան կամ բան չէ, դա չգիտես ոնց բացատրես, որ դա առիթ չի տալի, որ դու իրան հեշտ վերաբերվես։ Հասկանում ես, այն ինչ որ ուղղակի տես, ոնց ասեմ, շփում ամեն բոլորը մարդ են, էլի ոնց որ բայց սար ու զոր տարբերություններ կա։ Հա, ասում եմ, կարող ասենք ինչ որ արդու, որ նա գարզուի հետ էլ խմած լինես, բայց գարզու։ Ինքն մի հատ ասենք, ես մի կատակար ասելի, ոչ մի գարզուն։ Հա, չի բան անլում էլի, ոնց ասեմ։ Բա այդ դեպքում լավ, կան այդ մարդիկ, որոնց դուք թվարկեցիք, մի մասին չենք էլ հասցնի թվարկին, որտեղ իրոք շատ են։ Մենք իրոք հրաշալի մասնագետներ ունենք, թե ճարտարապետներ, թե ճարտարագետներ։ Արժանի են քննադատության, ոնց ասեմ, որպես հարգանք, արժանի են, որ դու միջև այսօր իր այդ վիճես։ Ոչ թե բայց վստահ եք, որ իրանք դա որպես անարգանք չեն ընկալի։ Ով իրանք։ Այդ մարդիկ, որոնց չեն ընկալի։ Ես չգիտեմ իրանք ոնց են ընկալում, ամենից ես գիտեմ, որ ինչքան բարձր է մարդը, այնքան նախ խոսողը նրա հետ բարձրանում է։ Ես տենց եմ գնահատում դիմացին ոնց է, եթե դու դրանից հետո զգում ես որ ինչ-որ լավ է, դու քեզ զգում ես ոնց ասում, աշխարհը լավ է, ուրեմն այդ մարդը ինչ-որ եկա բան է, ես տենց բանի Վիմբերդեսի երեկոյից հետո տենց ապշեցի, ուրեմն տեխնիկային թատրոնի վեմից խոսում էր մարդը, հարցեր էին տալի, դե երիտասարդը նստած այդ հարցերից երբեմն ամաչում ես, թվում է թե շատ անորակ հարց է տալի։ Ես Վին Վենդերսն հենց էր պատասխանում այդ հարցին, հետո որ ամաչում ես, որ ամաչում էիր, որ դու չէիր հասկանում, որ դա տենց հարց է։ Ու ցնցող տպավորություն էր էլի այդ փորձը, որ հələ մի հատ դու ոնց ես հասկացել, կարող է քո մեջ է խնդրեմը, որ այդ մարդը տենց դալիճը սենց բարձրացրեց, ես եմ որ ասել եմ։
Հիմա տեսեք, Երևանի շատ խոսեցինք, երևի են պատճառով, որովհետև Երևանը վերջին տասնամյակներում ամենաշատ ձևափոխված քաղաքն է, որում ես ասում եմ ձևափոխված, շատերը ասում են ձևախեղված։ Երևանը հիմա ես չգիտեմ էլ փնտրտուքը կա դիմագծի թե չկա այդ փնտրտուքը, որովհետև օրինակ այդ ձեր ասած 60-ական 70-ականների Երևանը արդեն հստակ դիմագիծ ուներ, հա։ Մեզ բոլորիս ծանոթ դեռ մանկությունից։ Ցավոք սրտի արդեն իմ զավակները չգիտեն այդ դիմագիծը չեն տեսել իրենք, որովհետև ասենք Աբովյան փողոցում ինչ որ անհասկանալի շինություններ կառուցվեցին, հա այդ սև շենքերի վրա այնտեղ մեջը ավելի ճիշտ, հա, այնտեղ ինչ որ Էլեն Ալեն հայտնվեց, կհիշեք այդ սարսափելիագույն շինությունը AUX-ի հենց անմիջական հարևանության վրա, ու հետեւաբար այդ երիտասարդները արդեն դա չգիտեն, դա չեն տեսել։ Գիտեք, ես կարծում եմ, որ կառուցողների մեծ մասը այդպես էլ մտածում է, որ to be or not to be հարց չկա։ Կա, եթե հաջողացրես դնել, դա հենց հաջողությունն է, այսինքն լինելու հաջողությունն է, այդ գերմանական 20-րդ դարի ֆիլոսոֆիայը մի հատ խայտարակ բան է բերել այդպես, որ լինելը արդեն հաջողություն, որտեղ հաջորդ սերունդները հետևից եկողներ դրանով են չափում։ Հասկանում ես, իրանք, բայց ես կարծում եմ, որ մշակույթը այդպես հեշտ բան չի, էլի մարդիկ կան, որ ինչ-որ լավ բաներ հիշում են, տեսել են, համեմատում են, չէ՞ որ Էսա ուրեմն սրա մեջից է, էլի։ Օրինակ կներեք, որպես օրինակ վերեմ, Փարիզում այդտեղ մի հատ ապուշագույն շինություն կա, Էյֆելյան աշտարակի ուղիղ դիմացը, շատ հեռու, բայց միակ երկնաքերն է Փարիզի։ Հա։ Բարձր շատ շենք է, որ դու ինչ որ բարձր կետից որ նայում ես քաղաքին, ասես լավ, Էյֆելյան աշտարակը, հա, Էյֆելյան աշտարակը գիտեմ, այն ինչի համար էր։ Այ հիմա մեր մոտ այդ այն ինչի համար է շենքերը դարել են ճնշող մեծամասնություն։ Հա, ու մի մոմենտ թվում է, որ կարող է մի օր գա, որակական բանը այնպես փոխվի, որ ինչ որ նոր հարմոնիա ստեղծվի դրանց միջև, բայց այդ Մոնպարնասի երևացող այդ գիտեք ինչ է, կոնկուրս եղավ իմիջայլոց Փարիզում այդ շենքի վերակերպարավորման համար, որ այդ մուկ աշտարակը վերանա մեջտեղից հաղթողներ եղան, ես չգիտեմ ինչ հիմա փոլում է, ինչ ծրագրեր են, բայց իրանք շատ լուրջ են դրան վերաբերում։ Չէ, մեր մոտ շենք քանդելու փորձ ունեցողներ կան, կարան հրավիրեն այնտեղ երիտասարդական պալատի նման ոչնչացան։ Իմիջիայլոց sense խոսք կա, ասում է, եթե շենքը առաջի կա 10-15 տարին չեն քանդում, հետո ինքը մնում է։ Զարմանալի բան է, էլի։ Երիտասարդական ասենք բավական ջահել շենքեր, որ քանդվեց, էլի։ Այդ մոտիկ սերունդն է ամենավտանգավորը, էլի։ Ինքը մեջն է։ Որ չի տեսել են մեկը։ Չեմ կարծում չտեսնելու հարցը։ Եկեք sense անենք, էլի մենք հասկանում ենք ուղղակի այդ միշտ մնում է փակակցություն, որ խոսքը ավելի լայն սոցիալ-քաղաքական, պատմական, չեմ ինչը, սա մարդկանց հոգեբանական պատճառներով չի, էլի լինում։ Մարդիկ կան, բոլորները ինչ որ հոգեբանություն ունեն, ինչ որ ամբիցիաներ ունեն, ոնց որ դուք եք ասում բան, բայց այնտեղ լուրջ process-ներ են, ծանր, որոնց մասին խոսելն էլ է դժվար, էլի, չգիտեմ։ Ասենք մի քանի տեսակ դերոլոգիան պետք է նստի, փորձենք տակից դուրս գալ, էլի, ինչա կատարում։ Դե այսքանի տակից հազիվ դուրս եկանք, ընդ որում թեման ըստ էության անսպառ է, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ճարտարապետ Միսակ Խոստիկյանը, ես Լևոն Սարդարյանը, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին եւ նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորից։